Ժամանակագրությունն է այնպես դասավորվել, որ այս ամբողջ այգել ընկել է քարոզարշավի մեջ, ներող կլինեք դրա համար։ Իսկ չասել, չհայտարարել ես չէի կարող։ Նախընտրական շրջանը օգտագործելու առիթ չէ, բայց չլռելու պատճառը քրեական գործի մանրամասների նոր ի հայտ գալն է։ Դրանք բացել Լևոն Բարսեղյանը որոշել է հոգաբարձուների խորհրդով փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո։ Չարաշահումները եւ դրա արդյունքում բուհում գումարների յուրացումները կատարվել են 2010-ից 2012 թվականներին, այսինքն երկու ուսումնական տարվա մեջ ուսանողների վճարած ուսման վարձի գումարների մի մասը չի մուտքագրվել համալսարանի բյուջե։ Խոսքը մեծ փողերի մասին է 425 միլիոն 370 հազար դրամի։ Խոշոր չափի գումարի յուրացման փաստով հարուցված քրեական գործով պատասխանատվություն կրող անձինք են ՇՊՀ-ի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը եւ բուհի այդ շրջանի հաշվապահ Մարիետա Մելքոնյանը։ 10-11-12 թվականների ընթացքում ուսանողներից հավաքված կանխիկ արձերն հավաքված վարձավճարների չափից այս գումարը յուրացվել է։ Դա այն ժամանակվա համալսարանի մեկ տարվա բյուջեի մոտավորապես 40-45%-ն է։ Երկու տարվա ընթացքում կարելի է ասել, որ յուրաքանչյուր տարի բյուջեի 20%-ի չափով, 20-22%-ի չափով յուրացվել է, եղել են փոխանցումներով վճարումներ եւ եղել են կանխիկ վճարումներ, արձերն։ Ու այդ փոխանցումները այս չափով ի վերջո համալսարանի բյուջե չեն մտել։ Վնասը փոխհատուցելու եւ քրեորեն պատժելի արարքի համար պատասխանատվության ենթարկելու մասով հարուցված քրեական գործի քննությունը տարբեր դատական ատյաններում շարունակվել է 10 տարի եւ դեռ չավարտած 2024 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել նշված երկու անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, քրեական պատասխանատվությունից ազատել վաղեմության ժամկետը անցնելու հիմքով, բայց փոխարենը քրեական վարույթով Շիրակի պետական համալսարանը ճանաչվել է տուժող։ Հաստատի քրեական վարույթով հիմնավորվել է, որ այս երկու հոգին իրենց ոչ իրավաչափ վարքագծի հետևանքով Շիրակի պետ համալսարան հիմնադրամին, որի հիմնադիրը Հայաստանի կառավարությունն է, 425 միլիոն 365 հազար 600 դրամի վնաս են պատճառել։ Դա հիմնավորվել է։ Հիմնադրամը քրեական վարույթով ճանաչվել է տուժող։ Հիմք ընդունելով այս ամբողջը, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Սարուխանյանը գրավոր դիմել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գլխավոր քարտուղար Հակոբյանին խնդրել հանձնարարել Շիրակի պետհամալսարան հիմնադրամին սահմանված կարգով հայց հարուցել դատարան ընդդեմ Մարիետա Հովհաննեսի Մելքոնյանի եւ Վարդևան Ֆաբրիցուսկու Գրիգորյանի հիմնադրամին պատճառված վնասը բռնականձելու պահանջով։ Դատախազության այս առաջարկն իր բնույթով աննախադեպ է համարվում բուհական համակարգի համար, բայց արդյոք իրավական առումով նպատակահարմար է, որ պետությանը հասցված խոշոր չափի վնասը դատական ճանապարհով բռնականձելու գործով զբաղվի Շիրակի պետական համալսարանը։ Քննարկել հանգել ենք հետևյալ եզրակացության, որ երկու ճանապարհ կա։ Մեկ այն է, ինչ նախարարությունն է առաջարկել, այս ճանապարհը համարել ենք պակաս արդյունավետ, որովհետև ենթադրվել է, որ մեր դատական համակարգը, դատական պրակտիկան կարող է նման հայցերը քննել 3, 4, 5, 6, 7, 73 տարի։ Մյուս ճանապարհը հետևյալն է, թե մենք դիմում ենք գլխավոր դատախազություն որպես պետական շահերի գլխավոր պաշտպան եւ առաջարկում ենք, որ պետությունը, պետական իշխանությունը զբաղվի իր հիմնադրած հիմնարկի շահերի պաշտպանությամբ։ Այս առումով ըստ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի կաշկանդող ոչինչ չկա։ Այս գործը ՇՊՀ-ին առնչվող մեկ տասնյակից ավելի հարուցված քրեական գործերից մեկն է, որոնցով անցնող անձանց նկատմամբ քրեական պատասխանատվության մասով եւս կա մտավախություն, որ վաղեմության ժամկետի ավարտի հիմքով կվերացվի։ Երկար ժամանակ ցենը տակը քարը վրան ռեժիմով քննել դե եկել են ժամանակին արգրավել փաստաթղթերը տարել են 18-19 թվական էսպանի մեջ որոշման մեջ այդ ժամանակագրությունը կա 18, 19, 20, 21, 22, 23, 24 թվականին որոշել են, որ վաղեմության ժամկետով մեղադրանք չեն ներկայացնում։ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն անդրադարձավ նաև այս պահին համալսարանում ընթացող մեկ այլ կարևոր գործընթացի, որը եւս ենթադրելի է, որ զերծ չի լինելու խախտումներից։ Բուհում ամբիոնների վարիչների մրցույթներ են անցկացվում։
այս տեսակ աչքի լուսանք լսել եք, հա, պետական համալսարանի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարը, որը մեղադրվում է 19 հոգուց կաշառք վերցնելու մեջ, շարունակում է պաշտոնավարել։ Մի քանի օրից ՇՊՀ-ի հիմնադրամը նախկին պաշտոնյաների յուրացրած գումարների վերադարձին վերաբերող դիմումը եւ մյուս փաստաթղթերը կներկայացնի դատախազություն, հիմնավորելով, որ նպատակահարմար է գտնում պետությանը հասցված վնասի փոխհատուցման գործը ստանձնի ոչ թե համալսարանը, այլ պետությունը։ Մարինե Դերբինյան, Ռուբեն Գալստյան, Հորիզոն։